Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր մարտի 30։ Ներման զորությունը։ Ներելը միայն մեկ անգամյա գործողություն չէ, այլ ապրելակերպ։ Բայց ես ասում եմ ձեզ. սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին, և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար, որ որդիք լինեք ձեր հորը, որ երկնքումն է։ Մատթեոս 5:44-45 խոսքեր։ Ըստ Տեր Հիսուսի, ներումը այն չէ, որ ընտրենք, թե ում ենք ներում, ում չէ։ Մենք չենք կարող ասել. դու ինձ շատ ես վիրավորել, ուստի քեզ չեմ ների։ Քրիստոսն ասում է. որովհետև եթե ձեզ սիրողներին սիրեք, ի՞նչ վարձք ունեք, չէ՞ որ մաքսավորներն էլ են նույնն անում։ Խոսք 46։ Կարևոր չէ, թե ում նկատմամբ ենք մենք ոխ պահում։ Եթե մենք պահում ենք այն, դա կհանգեցնի դառնության, որը կթունավորի մեր կյանքի բոլոր կողմերը։ Արդյունքը հոգևոր քաղցն է, թուլությունը և հավատքի կորուստը, որն ազդում է ոչ միայն մեզ վրա, այլև մեր շրջապատի բոլոր մարդկանց։ Իմ ծառայության տասնամյակների ընթացքում ես սարսափելի ավերակներ եմ տեսել նրանց կյանքում, ովքեր մերժել են ներումը, բայց ես տեսել եմ նաև ներող ոգու փառահեղ զորությունը։ Ներողամտությունը փոխում է կյանքը և լցնում մեր հոգևոր օրհնության բաժակը առատ խաղաղությամբ, ուրախությամբ և հանգստությամբ Սուրբ Հոգու մեջ։ Որովհետև եթե դուք մարդկանց իրենց հանցանքները թողեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կթողի, իսկ եթե դուք մարդկանց չեք թողի նրանց հանցանքները, ձեր Հայրն էլ չի թողնի ձեր հանցանքները։ 6-14-15 խոսքեր։ Չսխալվեք, Աստված այստեղ մեզ հետ գործարք չի կնքում։ Մենք երբեք չենք կարող վաստակել Աստծո ներումը։ Մենք արժանանում ենք մեղքերի թողության միայն Քրիստոսի թափված արյան միջոցով։ Այստեղ Քրիստոսն ասում է. մեղքի լիարժեք խոստովանությունը պահանջում է, որ դուք ներեք ուրիշներին։ Իսկական ապաշխարություն նշանակում է խոստովանել և թողնել ամեն մի ոխ, խաչել ուրիշների հանդեպ դառնության յուրաքանչյուր հետք։ Մնացած ցանկացած բան ապաշխարություն չէ։ Թանկագին բարեկամ, ների՛ր ուրիշներին, քանի որ երբ ներում ես, այդպիսով աշխարհին բացահայտում ես մեր երկնային Հոր էությունը։